Նորթ Հիլզի ընտանեկան ողբերգությունը բոլորին շոկի մեջ է գցել, մեկ հայկական ընտանիք, 4 զո ու հարց, որի պատասխանը դեռ ոչ ոք չունի։ FBI-ը ԿՀՎ-ի նախկին պաշտոնյայի տան մեջ բառացիորեն ոսկու հանք է գտել, տասնյակ միլիոնների ձուլակտորներ, ռոլեքսներ ու հույժ գաղտնի սկանդալ։ Նյու Ջերսիում այսի դեմ բողոքը վերածվել է փողոցային ճակատամարտի, դիմակներ, արցունքաբեր գազ ու մարդկային շղթաներ կալանավայրի դիմաց։ Իրանը, Միացյալ Նահանգներն ու Հորմուզի նեղուցը կրկին աշխարհին պահում են ասեղի վրա, հրադադար են ասում, բայց հրթիռներն ուրիշ բան են պատմում։ Նյուսոմը հայտարարում է, Կալիֆոռնիան պատրաստվում է ընտրական պատերազմի, նահանգապետը պնդում է, ընտրատեղամասերի շուրջ արդեն քաղաքական ճնշման հոտ կա։ Այս եւ մի շարք այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ ԱՄՆ գլխավոր լուրերի ցուցադրման հովանավորն է Վիվալդի Քեթրինգը։ Վիվալդի Քեթրինգ բազմազան փաթեթներից առաջատար ընտրությունը։ Փաթեթ ընտանեկան 5-ից 6 անձի համար ընդամենը $150 plus tax։ Ընտանեկան եւ մեծ հավաքույթների համար հատուկ փաթեթ 10-ից 12 անձի համար ընդամենը $300 plus tax։ Վիվալդի լանչ փաթեթ 10-ից 12 անձի համար ընդամենը $150 plus tax։ Ընտրեք ձեր ճաշակին համապատասխան կոմբոն։ Վիվալդի Քեթրինգ, համի, որակի եւ առատության առաջատարը։ Արմեդիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ։ Այսօր լավ լուրով չենք սկսում։ Մեր համայնքում շատ ցավալի, սարսափելի ու սահմռկեցուցիչ ողբերգություն է տեղի ունեցել։ Լոս Անջելեսի Նորթ Հիլզ թաղամասում ընտանեկան ողբերգություն է տեղի ունեցել, որտեղ նա տան ներսում հրազենային վնասվածքներով մահացած են հայտնաբերել 4 անձի, 2 մեծահասակ եւ 2 փոքր երեխա։ Լոս Անջելեսի ոստիկանության տվյալներով իրավապահները երեկոյան ժամը 8-ին արձագանքել են Լոնդելիուս Սթրիթ 16200 բլոկից ստացված կրակոցների ահազանգին։ Տան ներսում հայտնաբերվել են 31-ամյա Խաժակ Բասմաջյանի, 2-ամյա Ալեք Բասմաջյանի եւ ընդամենը 6 օրական Էլա Բասմաջյանի մարմինները։ Կնիշները դեպքը նախնական տվյալներով դիտարկում են որպես ընտանեկան սպանություն եւ ինքնասպանություն։ Իրավապահների վարկածով երեխաների մայրը նախ կրակել է ամուսնու եւ 2 երեխաների վրա, ապա ինքնասպան եղել։ Կնոջ անունը դեռևս պաշտոնապես չի հրապարակվել, քանի որ ընտանիքի բոլոր անդամները դեռևս ամբողջությամբ չեն տեղեկացվել։ Ոստիկանությունը հայտարարել է, որ այլ կասկածյալներ չի որոնվում։ Տեղի ունեցածը շոկի մեջ է գցել ամբողջ համայնքը։ Չհաստատված տեղեկությունների համաձայն Խաժակ Բասմաջյանը կարող էր աշխատել որպես ծրագրային ինժեներ Woodland Hills-ում գտնվող Blackline ընկերությունում, սակայն այս տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել։ Քննիչները շարունակում են պարզել ողբերգության դրդապատճառները, իսկ դեպքը շարունակում է մեծ արձագանք ստանալ ինչպես համայնքում, այնպես էլ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ, եթե Միացյալ Նահանգներում որևէ մեկը պայքարում է դեպրեսիայի, ինքնասպանության մտքերի կամ հոգեկան ծանր վիճակի դեմ, օգնություն կարելի է ստանալ։ Զանգահարեք կամ հաղորդագրություն ուղարկեք 988 թեժ գծին։ Շատ ցավալի ու ծանր դեպքով սկսեցինք, մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Բասմաջյանների ընտանիքին։ Շարունակենք լուրերը։ Միացյալ Նահանգներում սկանդալային մեղադրանք է առաջադրվել ԿՀՎ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի դեմ։ Դաշնային իշխանությունների տվյալներով նա կասկածվում է կառավարությունից ավելի քան $40 միլիոն ոսկու ձուլակտորներ գողանալու մեջ։ Դեվիդ Ռաշ անունով նախկին պաշտոնյան, որը ունեցել է top secret հույժ գաղտնի մակարդակի թույլատվություն, ձերբակալվել է Վիրջինիայում։ FBI-ի փաստաթղթերի համաձայն 2025 թվականի նոյեմբերից մինչև մարտ ամիսները Ռաշը ստացել է մեծ քանակությամբ արտարժույթ եւ տասնյակ միլիոնավոր դոլարների ոսկու ձուլակտորներ։ Քննիչները նշում են, որ դեռևս անհասկանալի է իրականում ինչ նպատակով էին այդ միջոցները նախատեսված։ FBI-ը խոզարկելով նրա տունը հայտնաբերել է ավելի քան 300 ոսկու ձուլակտոր, $40 միլիոն ընդհանուր արժեքով։ Բացի այդ, արգրավել է մոտ $2 միլիոն կանխիկ գումար եւ շուրջ 35 շքեղ ժամացույց, որոնց մեծ մասը Rolex էր։ Ռաշը ձերբակալվել է։ FBI-ը պնդում է, որ նախկին պաշտոնյան գիտակցաբար յուրացրել եւ օգտագործել է Միացյալ Նահանգների կառավարության արժեքավոր գույք անձնական նպատակներով։ Սակայն սկանդալը միայն այսքանով չի սահմանափակվում։ Քննիչների խոսքով Ռաշը տարիներ շարունակ կեղծել է իր կենսագրությունը, պնդելով, որ եղել է ռազմական օդաչու, ավարտել է 2 համալսարան։ FBI-ի տվյալներով իրականում նա երբեք չի սովորել այդ համալսարաններում եւ չի անցել ռազմական օդաչուի պատրաստություն։ Ռաշն այժմ մնում է կալանքի տակ եւ ուրբաթ Վիրջինիայում կկանգնի դաշնային դատարանի առաջ։
Նյու Ջերսիում ներգաղթի կալանավայրի դիմաց բողոքի ցույցերը վերածվել են բախումների Նյու Յորք քաղաքի Դելեյնի Հոլ Detention ցենտրի դիմաց վերջին օրերին ակտիվիստները բողոքում էին ներգաղթյալների պահման պայմանների դեմ։ Տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են բազմաթիվ ցուցարարներ գազային դիմակներով եւ դեմքերը փակած մարդկային շղթա կազմում շենքի դիմաց։ Նրանք փորձել են նաեւ փակել կալանավայր մուտք գործող մեքենաների ճանապարհը։ Այսի աշխատակիցները սկզբում պղպեղի սփրեյ ու արցունքաբեր գազ են կիրառել, ապա նաեւ ցուցարարների հետ մտել ուղիղ բախման մեջ։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ առնվազն 6 ցուցարար ձերբակալվել է գործակալի վրա հարձակվելու մեղադրանքով։ Նախարարությունը զգուշացրել է, որ այսի աշխատանքը խոչընդոտելը եւ դաշտային գործակալների վրա հարձակվելը քրեորեն պատժելի է։ Մերձավոր Արևելքում լարվածությունը կրկին աճում է չնայած հրադադարի մասին հայտարարություններին։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարվածել է ԱՄՆ ռազմաբազայի ուղղությամբ այն բանից հետո, երբ ամերիկյան ուժերը խոցել էին իրանական 4 հարձակվողական անօդաչու եւ ոչնչացրել 5-րդի կառավարման կայանը Բանդար Աբասում։ Կենտրոնական հրամանատարությունը Միացյալ Նահանգների նշել է, որ գործողությունները եղել են պաշտպանական բնույթի եւ նպատակ ունեին պահպանել հրադադարը։ Միաժամանակ իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ Իրանը կրակ է բացել ամերիկյան նավթային տանկերի ուղղությամբ, որոնք փորձում էին անցնել Հորմուզի նեղուցով, ինչի հետևանքով առնվազն 1 տանկեր ստիպված է եղել շրջվել։ Լարվածության ֆոնին նաեւ Քուվեյթը հայտարարել է, որ արձագանքում է հրթիռային եւ դրոնային հարձակումների, սակայն պաշտոնապես չի նշել, թե որտեղից էին դրանք իրականացվում։ Իրանական պետական հեռուստատեսության տարածած տեղեկության համաձայն Միացյալ Նահանգները, Իրանը եւ Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցում առևտրային նավարկության վերականգնման նախագիծ։ Այդ հաղորդման համաձայն նախատեսվում էր, որ 1 ամսվա ընթացքում նեղուցի վերահսկողությունը համատեղ իրականացնելու են Իրանը եւ Օմանը, իսկ Միացյալ Նահանգները դուրս է բերելու իր ռազմական ներկայությունը անմիջական շրջանից։ Սպիտակ տունը իրանական հրապարակումը անվանել է ամբողջությամբ հորինված։ Հազարավոր զոհերով արդեն 3 ամիս շարունակվող պատերազմը լրջորեն ազդել է համաշխարհային էներգետիկ շուկաների վրա։ Նավթի գները, որոնք նախորդ օրը նվազել էին մոտ 5%-ով, այսօր նոր հարձակումների մասին տեղեկություններից հետո կրկին սկսել են աճել։ Կան Կալիֆոռնիա նահանգապետ Գևին Նյուսոմը ստորագրել է ընտրական անվտանգության նոր օրենք, հայտարարելով, որ նահանգը պատրաստվում է հնարավոր ճնշումների, ընտրողների վախեցման եւ ընտրական գործընթացին միջամտությունների դեմ պայքարի։ Նոր SB 73 օրենքը ըստ պաշտոնյաների ուժեղացնում է քվեաթերթիկների պահպանման եւ վերահսկողության կանոնները, արգելում է ընտրական մեքենաներին եւ ընտրողների տվյալներին անօրինական հասանելիությունը եւ ավելի մեծ լիազորություններ տալիս գլխավոր դատախազին ու նահանգի քարտուղարին արագ արձագանքելու ընտրական միջամտություններին։ Նահանգապետը քննադատել է Դոնալդ Թրամփին, պնդելով, որ նախագահը չի հավատում ազատ ու արդար ընտրություններին ու փորձում է վախի մթնոլորտ ստեղծել։ Նյուսոմը հիշեցրել է նաև ազգային գվարդիայի դաշնային վերահսկողության տակ անցնելը եւ ծովային հետևակայինների տեղակայումը Լոս Անջելեսում, դրանք անվանելով ուժի ցուցադրություն եւ քաղաքական ճնշման փորձ։ Նա նաև զգուշացրել է, որ Կալիֆոռնիան պատրաստվում է ներգաղթի ծառայության եւ սահմանապահ ուժերի հնարավոր գործողություններին ընտրությունների ժամանակ։ Նահանգապետի խոսքով, դեռ նախորդ նոյեմբերյան ընտրությունների օրը Լոս Անջելեսում Դոջեր ստադիումի մոտ տեղի էին ունեցել ներգաղթի եւ սահմանապահ հատուկ ստորաբաժանումների ցուցադրական գործողություններ, որոնք ըստ նրա նպատակ ունեին վախեցնելու ընտրողներին եւ ճնշելու ազատ արտահայտվելու իրավունքը։ Նահանգապետը նաեւ անդրադարձել է վերջին քիմիական միջադեպերի, ներառյալ Վաշինգտոն նահանգի մահաբեր քիմիական պայթյունը եւ հարավային Կալիֆոռնիայի վտանգավոր քիմիական բաքերի դեպքերը։ Նրա խոսքով նահանգն արդեն վերանայում է արդյունաբերական անվտանգության կանոններն ու քիմիական գործարանների վերահսկողությունը։ Մամուլի ասուլիսի վերջում նա հայտարարել է, որ Կալիֆոռնիան շարունակելու է կարմիր գիծ քաշելու քաղաքականությունը ընդդեմ այն ամենի, ինչը ըստ նրա սպառնում է ընտրություններին, համայնքներին եւ նահանգի անվտանգությանը։ Նահանգապետ Նյուսոմը պաշտոնապես աջակցություն է հայտնել Քերեն Բասին Լոս Անջելեսի քաղաքապետի վերընտրման պայքարում։ Նահանգապետը նշել է, որ Բասի ղեկավարության ընթացքում Լոս Անջելեսում անօթևանությունը նվազել է 18%-ով։ Հանցագործությունը պատմական անկում է ապրել, իսկ քաղաքը պայքարում է ֆիլմ արտադրությունը Լոս Անջելես վերադարձնելու համար։ Նահանգապետը նաև հատուկ նշել է, որ Բասը պաշտպանում է համայնքները այսի գործողություններից։ Վերջին հարցումների համաձայն Քերեն Բասը փոքր առավելությամբ առաջ է անցնում մրցակիցներից, հավաքելով 26% աջակցություն։ Նրան անմիջապես հետապնդում է քաղաքային խորհրդի անդամ Նիթիա Ռամանը 25%-ով, երրորդ տեղում է նախկին ռեալիթի TV աստղ Սպենսեր Պրատը 22% աջակցությամբ։ Բասը շնորհակալություն է հայտնել Նյուսոմին աջակցության համար, նրան անվանելով Լոս Անջելեսի գործընկեր ամեն քայլին։ Լոս Անջելեսի ընտրությունները նախատեսված են հունիսի 2-ին։ Եթե որևէ թեկնածու չհավաքի ավելի քան 50% ձայն, ապա երկու առաջատար թեկնածուները կանցնեն նոյեմբերյան հիմնական փուլ։
Արդարադատության նախարարությունը քրեական հետաքննություն է սկսել գրող Ջին Քերոլի նկատմամբ, որը տարիներ առաջ մեղադրել էր Դոնալդ Թրամփին սեռական բռնության մեջ։ Քննիչներն ուսումնասիրում են, արդյոք Քերոլը սուտ ցուցմունք է տվել Թրամփի դեմ իր քաղաքացիական դատավարությունների ընթացքում։ Հետաքննությունը ղեկավարում է Չիկագոյի դաշնային դատախազությունը։ Սակայն պաշտոնյաները շեշտում են, որ քննության սկսվելը դեռ չի նշանակում, թե անպայման մեղադրանքներ կառաջադրվեն։ Հարցեր են առաջացել մասնավորապես 2022 թվականին Քերոլի հայտարարության վերաբերյալ, երբ նա նշել էր, թե դատական պայքարի համար արտաքին ֆինանսավորում չի ստացել։ Սակայն ավելի ուշ նրա փաստաբանները բացահայտել էին, որ LinkedIn-ի համահիմնադիր Ռիդ Հոֆմանը վճարել է նրա իրավաբանական ծախսերի մի մասը։ 2023 թվականին ատենակալները որոշել էին, որ Դոնալդ Թրամփը սեռական ոտնձգություն է կատարել Քերոլի նկատմամբ եւ զրպարտել նրան, սակայն չէին ճանաչել բռնաբարության մեղադրանքը։ Ավելի ուշ 2024 թվականի հունվարին մեկ այլ ատենակալներ Թրամփին պարտավորեցրել էին Քերոլին վճարել ավելի քան 83 միլիոն դոլար փոխհատուցում։ Թրամփը շարունակաբար հերքում է բոլոր մեղադրանքները եւ այս պատմությունն անվանում է վհուկների որս։ Նախագահի եւ Քերոլի միջև իրավական պայքարը դեռևս շարունակվում է տարբեր դատարաններում։ SpaceX-ը նոր հետաքննության կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ ընկերության հսկայական Starship հրթիռային համակարգի Super Heavy Booster-ը ընկել է մեքսիկական ծոցը։ Միացյալ Նահանգների դաշնային ավիացիոն վարչությունը FAA-ը հայտարարել է, որ SpaceX-ը պարտավորվել է հետաքննել միջադեպը, իսկ իրենք վերահսկելու են ամբողջ գործընթացը։ Կարգավորող մարմնի տվյալներով Booster հատվածի վերադարձի ընթացքում տեղի է ունեցել տեխնիկական խնդիր, սակայն մարդկանց վնասվածքների կամ հանրային գույքի վնասման մասին տեղեկություններ չեն եղել։ Նախորդ ուրբաթ իրականացված Starship-ի 12-րդ փորձնական թռիչքը ընդհանուր առմամբ հաջողված է համարվում։ Հրթիռը բաց է թողել փորձնական արբանյակներ, իսկ Starship-ը վերահսկվող վայրեջք է կատարել Հնդկական օվկիանոսում։ Starship-ի համակարգը առանցքային նշանակություն ունի Իլոն Մասկի ապագայի ծրագրերի համար։ Այն նախատեսված է ոչ միայն հազարավոր Starlink արբանյակներ տիեզերք հասցնելու, այլ նաև Մարս առաքելությունների համար։ Եվ քանի որ խոսք գնաց տիեզերքից, այս շաբաթվա վերջին երկնքում երևալու է հազվադեպ կապույտ միկրոլուսինը, տարվա ամենահեռու եւ ամենափոքր երևացող լիալուսինը։ Սա լինելու է յուրահատուկ երկնային շոու, քանի որ լիալուսնին կմիանա նաեւ վառ կարմիր աստղը Անտարեսը։ Կապույտ լուսին արտահայտությունը օգտագործվում է այն դեպքում, երբ մեկ ամսվա ընթացքում տեղի է ունենում երկրորդ լիալուսինը։ Առաջին լիալուսինը եղել էր մայիսի 1-ին։ Միաժամանակ այս լիալուսինը լինելու է նաև միկրոլուսին, քանի որ լուսինը գտնվելու է երկրից սովորականից ավելի հեռու, մոտ 406,000 կիլոմետր հեռավորության վրա։ Դրա պատճառով այն երկնքում կերևա մի փոքր ավելի քիչ եւ թույլ լուսավորությամբ։ Փորձագետների խոսքով միկրոլուսինը միջին լիալուսինից մոտ 6%-ով է փոքր եւ 10%-ով ավելի մռայլ, թեև տարբերությունը մարդկանց մեծ մասը գրեթե չի էլ նկատի։ Հատկապես տպավորիչ տեսարան է սպասվում հարավային կիսագնդում, Խաղաղ օվկիանոսի տարածաշրջաններում։ Արգենտինայում, Չիլիում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայի արևելքում եւ Անտարկտիդայի որոշ հատվածներում մարդիկ կարողանան անգամ տեսնել, թե ինչպես է լուսինը ժամանակավորապես փակում Անտարես աստղը։ Այն հայտնի է որպես կարմիր սիրտ, գտնվում է երկրից մոտ 550 լուսատարի հեռավորության վրա եւ համարվում է հսկայական կարմիր գերհսկա աստղ։ Հավելեմ նաեւ, որ չնայած անվանը, կապույտ լուսինը իրականում կապույտ գույն չի ունենալու։ Այսքան այսօրվա համար։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Ամենակարևորը՝ առողջ ու խաղաղ եղեք։ Ցտեսություն։